405 կրթական դաշինք հիմնադրամը հայտարարում է գործունեության մեկնարկի մասին։ Այն ստեղծել են 7 կրթական ու բարեգործական կառույցներ, միավորելով ուժերը Հայաստանում և Սփյուռքում կրթության հասանելիության, կրթության իրավունքի լիարժեք իրացման, հայկական մրցունակ և նորարար կրթական մոդելի մշակման հարցում։ Կրթությունը մեր ազգի բարակայում նաև եղել է հենց գոյութենական մեծ շարժառիթներից մեկը, որովհետև մեր լեզուն, մշակույթը, արժեքները պահպանելով է եղել, որ մենք կարողացել ենք լինել այնտեղ, որտեղ կանք, ու եւ հիմա էլ ստիպված ամեն օր դա անում ենք։ 405-ը հենց դա սիմվոլիզացնում, այսպես ասած, որ լուսավորչությունն է եղել այն, ինչը մեր ազգին առաջատար է։ Հիմա մենք ուզում ենք, որ այդ գոյութենականից փորձենք կրթությունը դարձնենք մի արժեք եւ մի գործիք, որ մեզ թույլ կտա նաեւ ստեղծել, արարել եւ դառնալ շատ ավելի ուժեղ, այլ ոչ թե միայն մեր մշակույթը պահպանել։ Որոնք են կրթության հիմնախնդիրները, ուժեղ եւ թույլ կողմերը, կպարզեն վերլուծական աշխատանքի միջոցով։ Վերլուծական հետազոտական նյութերի հիման վրա կիրականացնեն հանրային իրազեկման աշխատանքներ, ներազդելու հանրային քաղաքականության ձևավորման վրա։ Ներկայացվեց 405 կրթական դաշինքի 2025-27 թվականների ռազմավարությունը։ 25 թվականի համար թիվ 1 առաջնահերթությունը մեզ համար հետազոտությունն ու վերլուծությունն է։ 405-ը ֆիքսել է իր համար, ամրագրել է, որ ամեն դեպքում դառնում է հետազոտական կենտրոն, think tank որպես այդպիսի, իրականացնում է հետազոտություններ, որոնք որ արդեն պետք է փոխանցվի թե հանրությանը, թե մասնագիտական համայնքին, թե պետությանը, օգնելով ու աջակցելով պետական ծրագրերի իրականացմանը։ ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով կրթական գործընթացները գուցե ոչ բավարար չափով, բայց հետազոտահեն են։ Անդրադառնալով նորաստեղծ դաշինքի գործունեությանն ու գործակցությանը, Սվաջյանը կարևոր համարեց կրթության ոլորտում մարդկային կարողությունների, փորձագիտական կարողություններ ունեցող մասնագետների ներգրավվածությունը։ Մենք քննադատություն, կառուցողական առաջարկներ լսելու մեծ անհրաժեշտություն ունենք եւ վստահ եմ, որ դաշինքը դառնալու է այն հարթակը, որտեղ մենք կարողանալու ենք նաեւ միասին քննարկել բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են, բայց իրականացվում են ոչ այնքան արդյունավետ։ Բոլոր այն ծրագրերը, որոնք մեր մտքում ունենք իրականացնել, բայց կարող ենք միասին քննարկել եւ հասկանալ ինչպես անենք, որ ավելի արդյունավետ դրանք իրականացնենք։ Իսկ աշխատանքների ծավալը հսկայական է։ Կրթական խնդիրները Զարե Սինանյանի հատուկ են ոչ միայն Հայաստանին, լուրջ խնդիրներ ունի նաև Սփյուռքը, եւ հաշվի առնելով, որ նոր հարթակի մաս կազմող կառույցներից շատերը նախաձեռնել են սփյուռքահայերը, Սինանյանի խոսքով հուսադրում է, որ աշխատանքներ կարվեն նաև Սփյուռքում, կանխելու խորացող մարտահրավերները։ Ամեն տեղ ունենք հայոց լեզվի նահանջ, ամեն տեղ ունենք հայկական դպրոցների այսպես սահմանափակում, նվազեցում եւ սրա դեմը պետք է առնել ինչ-որ ձևով։ Ով կարծում եմ այս կրթական դաշինքը մեծ ներուժ ունի ներազդելու նաև Սփյուռքի կրթական իրավիճակի վրա։ Ինչ վերաբերում է Սփյուռքի դպրոցներում դասագրքերի ապահովմանը, Սինանյանի խոսքով Սփյուռքի կրթական ու մշակութային ծրագրերի իրագործման ամբողջ գործառույթը փոխանցվել է ԿԳՄՍ նախարարությանը։ Խնդրի վերաբերյալ Սփյուռքի համայնքներից ստացած մտահոգությունները Զարե Սինանյանի խոսքով փոխանցում են կրթական գերատեսչություն։ Եթե 20 տարի առաջ կրթական խնդիր գոնել լեզվի իմաստով ինչպես հայ երեխաներին, հայախոս հայ երեխաներին ճիշտ հայերեն լեզու սովորեցնելն էր, հայերեն գրել, կարդալ սովորեցնելն էր, այսօր խնդիրն այլ է, ինչպես ոչ հայախոս երեխաներին հայերեն լեզու սովորեցնելը, այսինքն մեթոդոլոգիայի մի ամբողջ փոփոխություն պետք է տեղի ունենա եւ այդ մեթոդոլոգիան ընդհանուր առմամբ չնայած նույնը պետք է լինի բոլոր լեզուների համար, բայց պատկերացեք ամեն երկրի լեզվի համար առանձնահատուկ մոտեցում պետք է որդեգրվի, որը ծախսատար է։ Հաշվի առնելով դա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկն է անցնել երեխաներին ոչ հայերենով հայերեն սովորեցնելու ծրագրին, հայերենը դասավանդել որպես երկրորդ լեզու։ Մայա Խաչատրյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։